Մեր երկիրը մի հետաքրքիր հատկություն ունի, ինչի մասին հաճախ լսում եմ Հայաստանում ապրող մեր օտարազգի բարեկամներից։ Այն ապահով տուն է դառնում յուրաքանչյուրի համար։ Անգամ ամենակարճ այցով Հայաստան եկողն ուզում է վերադառնալ, իսկ կամավորների պատմություններն առանձնահատուկ հուզիչ են։ Սփենսերը ամերիկյան խաղաղության կորպուսի երիտասարդ կամավորներից է, որն իր կամավորական առաքելությունը Դիլիջանում է իրականացնում։ «1961 թվականից հիմնադրման տարվանից սկսած ԱՄՆ խաղաղության կորպուսին կամավորագրված ավելի քան 240,000 ամերիկացի է ծառայել աշխարհի 142 երկրում։ Խաղաղության կորպուսը Հայաստանում 1992 թվականից է գործում։ Այս տարիների ընթացքում ավելի քան 1100 ամերիկացի ապրել եւ որպես կամավոր ծառայել է Հայաստանում։ Բարև ձեզ։ Ողջույն։ Ոնց եք։ Լավ, դուք ոնց եք։ Լավ ապրեք։ Բարի գալուս Դիլիջան։ Շնորհակալություն։ Սա իմ ծննդավայրն է իրականում, շատ ուրախ եմ, որ ձեզ էստեղ գտա։ Ամերիկայի Միացյալ Նահանգների ո՞ր նահանգից եք եկել։ Նյու Յորքից եմ։ Նյու Յորքից եք եկել։ Ինչպես է կյանքը Դիլիջանում։ Ամեն ինչ շատ սիրում, Դիլիջանում շատ սիրուն տեղ է։ Իմ կարծիքով ամենալավ տեղը Հայաստանում։ Իսկ Դիլիջանում որտեղ եք ապրում։ Ստեղ եմ ապրում։ Դե առաջարկում եմ այստեղից էլ սկսել մեր պատմությունը։ Բարև ձեզ։ Սպենսեր, ինչն էր ամենազարմանալին քեզ համար հայ ընտանիքում։ Չգիտեմ, շատ նույնը իմ Ամերիկայի ընտանիքի նման է, բայց չգիտեմ, շատ բարի են, շատ ոնց եմ ասում, շատ inviting հրավիրություններ են, չգիտեմ ոնց եմ ասում։ Հյուրասեր, հյուրասեր, հա, եւ չգիտեմ, ամեն ինչ որ պետք է անում են, եւ ոնց ասեմ, Ես իմ սիրով ընտանիք շատ եմ սիրում նրանց։ Հայրիկ եւ մայրիկ եք ասում։ Ինչպես է ձեր առօրյան անցնում։ Առավոտյան արթնանում եմ, գնում եմ մի հաց, պանիր, մեղր ուտեմ, գնում եմ աշխատանք, հետ եմ գալիս ճաշ համար, մայրիկս արդեն պատրաստել է, ես շատ շնորհակալ եմ, որ ամեն օր գալիս եմ ու արդեն պատրաստ եւ շատ ամեն ինչ շատ համեղ է, ամեն անգամ շատ համեղ է։ Նորից գնամ աշխատանք, հետ եմ գալիս, չգիտեմ 5-ին, 6-ին։ Մայրիկը էլի համեղ բաներ է պատրաստել։ Իհարկե, եւ խոսում ենք, մի քիչ շփվում ենք։ Սկզբում հայերեն խոսում էիք։ Հա, այստեղ ավելի լավ եմ խոսում, բայց արդեն մի քիչ գիտեմ։ Մի խոսքով իրար հասկանում էիք։ Հա։ Պարոն Հովհաննես, Սպենսերը առաջին կամավորն է, ում ընդունել եք ձեր տանիքի տակ, ինչպիսի փորձառություն է ձեզ համար։ Շատ հաճելի էր, իհարկե, որ ընդունեցինք մեր լավ տղային, այնքան ուրախ ենք, որ մեր տղայի նման երևակայի չենք են տարբերում այդ իր այդ պահվածքով բանով, ամեն ինչը նորմալ է ու առաջ անգամ ընդունելը դե գիտեք մի քիչ ոնց որ ներշնչանք ընդեր մեր մեջ կարանք պահենք, կարանք այնց անենք, որ լավ տպավորություն թողնենք այս տղայի դեմը, այտենց այդ ձևով ու երևակայ ստացվեց մեր մոտ ամեն ինչ։ Երևի մի շաբաթի չափ մի քիչ այտենց մեր Դիլիջանի լեզվով ասել խամություն արեցինք, բայց նորմալ անցավ։ Հիմա լրիվ հարմարվել եք։ Լրիվ հարմարված ամեն ինչը տեղին իր հունով գնում է։ Այ ընթացքում լսում էի, որ ասում էիք Սպենսերը շատ զուսպ, դաստիարակված տղա է, ինչպիսի բնավորություն ունի, ինչպես եք ապրում միասին։ Բնավորությունը շատ թեթև է։ Որ ծանրելներ Երևակայի ես չէի 3-րդ ամսից հետո ես իրան կասեի, էլ չեմ ուզում, որ դու այստեղ բնաս։ Այտենց էր բանը մեր պայմանագիրը։
Եթե ասենք դուրներս չգան, մենք կարող ասենք չենք ուզում ուղղակի, բայց այնքան դուրներս եկա, որ կարող ասեմ, էլ մի գնա, էլի Սպենսեր ջան, ստեղի մնացավ ընտանեմ։ Այդ ձևի տղայանք է շատ լավն է, շատ մենք շատ ուրախ ենք, որ ինքը ստե մեր մոտ է։ Իսկ անգլերեն ձեզ սովորեցնում է։ Անգլերեն իհարկե երեխաների հետ պարապում է, աշխատանքից հետո որ գալիս է։ Ես իմ գործով եմ շատ զբաղված լինում, մեկ գալիս եմ բառեր ասեմ, այդ պահին ինչ ասեց կասեմ, բայց 2 րոպե հետո արդեն մոռանում եմ։ Իսկ դուք հայերեն։ Հայերեն, պարտադիր հայերեն ենք խոսում։ Ինքը լրիվ հասկանում է։ Լեզուն բացվել է։ Այս 1 տարվա ընթացքում։ Բանը ինչ անունը գրելով, հեռախոսով գրելով, ավելի շատ այբումենը գիտի, ամեն ինչը տեղը տեղին գրում է, առանց տարասխալների։ Ոնց որ հայ։ Տիկին Աշխեն, ինչ եք պատրաստում Սփենսերի համար։ Ավելի շատ հայկական ուտեստներ, թե իր հայկականը շատ սիրում եմ մեր հայկական ճաշատեսակները։ Տոլմա է սիրում, իմ պատրաստած խմորեղեններ, բլինչիկ ենք պատրաստում, շատ ինքը պիլիմինի շատ ասիրում, իմ պատրաստած է, ես խանութից չեմ գնում նման բաներ, բոլորը ես եմ պատրաստում։ Միասին եք երեկոյան ընթրիքի նստում։ Անպայման, բոլորս միասին, մենք սպասում ենք իրեն, աշխատանքից վերադառնում է, բոլորս միասին ճաշում ենք։ Տիկին Աշխեն, իսկ ձեզ անգլերեն սովորեցրել է Սփենսերը։ Չէ։ Մի քիչ, բայց երեխաներիս հետ պարապում է, թորնիկներս են գալիս, մեծ աղջիկս է գալիս ամուսնացածը, բայց գալիս է միասին պարապում են։ Բայց մի անգամ ասեցիր, որ Spencer, come to the kitchen, food is ready։ Հիշում եք։ Ինչ եմ ասում։ Ասել եք Սպենսեր, հացը ճաշը պատրաստ է, եկ խոհանոց։ Հա, Լենա ասեց քեզ, բայց մեկ որ գալիս է հոգնածա լինում, գնում է հանգստանա ու դե ճաշը պատրաստել ենք, զանգում եմ, անգլերենով երեխաները ասում են, զանգեցի, ասեցի, Սպենսեր, արի հաց ենք ուտում, բայց անգլերենով։ Մայրիկ, հայրիկը եկել են մեր տուն։ Իսկապես եկել են, մենք իրենց ենք շատ սիրում, իրենք մեզ են շատ սիրում։ Ինչ հետաքրքիր բաներ ես նկատել մեր իրականության մեջ։ բոլորը հայերը շատ բարի են, շատ հաճելի են, երբ գնում եմ, տեսնում եմ, որ ամերիկացի եմ, ասում եմ, «Ոյ, համեցեք, մեր տուն համեցեք, սուրճ խմենք», բան, Ամերիկայում իսկապես Նյու Յորքում այդտեղ չի լինում։ Հաստատ։ Դա քեզ դուր է գալիս։ Իհարկե, ես շատ եմ սիրում։ Սպենսեր, հնարավոր է հետո տեղափոխվեք Հայաստան մշտական բնակության համար։ Երևի, հա։ Որովհետև ձեր խոսքից ես հասկացա, որ շատ եք հատկապես Դիլիջանը սիրել։ Հա, երևի մի չգիտեմ, 10 տարի հետո հետ կգամ, կաշխատեմ ստեղ, կապրեմ հայերի հետ։ Էլի ունենք։ Հա, 4 հատ դրսում են մնում։ Էլի ես տեսակից։ Ինձ թվում է, որ խղի էր, բայց չէ, ուղղակի ճաղացել է, շատ է ուտում։ Շոկիրես, դու հոսի։ Բռնում բերում է հեչ։ Ամերիկայում 3 հատ կատու ունեի եւ ստեղ շատ ուրախ է, որ տան մեջ կատուն ունենք եւ չգիտեմ հիմա 2 հատ ներսում են մնում, 4 հատ դերսում եւ ամեն օր գալիս եմ տուն աշխատանքից հետո սիրեմ շներել կամ ոնց հասկացա։ Հա, կոկին շատ եմ սիրում էլի։ Հա։ Նա շատ հաճելի է։ Ձեր գալուց հետո են կենդանիները շատացել տանը։ Հա։ Ուզում եմ տանել մի հատ Ամերիկա։ Որ մեկին։ Չգիտեմ, երևի մի հատ փոչեր ունենք։ Երբ փոքր էի, մի հատ մոնխես ունեի։
Մողես։ Հա, մողես։ Ասում են bearded dragon, չգիտեմ հայերենով ոնց են ասում, բայց մեծ մողես։ Եվ շատ է սիրում։ Բոլոր կենդանիներին շատ եմ սիրում։ Անունը ինչպես էր մողես։ Zeus։ Zeus։ Հա։ Ինչ է նշանակում։ It's a Greek god։ Հա, Zeus։ Zeus, հա, Zeus։ Հա։ Շատ լավ անուն եք ընտրել։ Սփենսերը 2023 թվականին ավարտել է Վաշինգթոնի Սենթ Լուիսի համալսարանը, ստանալով միջազգային քաղաքագետի որակավորման աստիճան։ Ուսման ընթացքում արժանացել է Թոդ Լյուիս Ֆրիդմանի հիշատակի մրցանակին ակադեմիական ակնառու աշխատանքի համար։ Դիլիջանում ամերիկյան խաղաղության կորպուսի երիտասարդ կամավորը համագործակցում է նաև տեղի երիտասարդական կենտրոնի հետ։ 2024 թվականին Հայաստան ժամանելուց հետո Սփենսերը տարբեր երիտասարդական ծրագրեր է սկսել։ Դրանց շրջանակում ավելի քան 100 հայ երիտասարդ իրենց անգլերենն են զարգացրել եւ քաղաքացիական տարբեր նախաձեռնություններում ներգրավվել։ Բարի։ Համեցեք։ Ներսնակ։ Իմացանք, որ Սփենսերը եկել է Նյու Յորքից, որպեսզի այստեղ անցկացնի Դուկո երիտասարդական կենտրոնում անգլերենի դասընթացներ անի ու մեր դպրոցում եկավ մեր դպրոց ու հայտարարեց, որ կարող են գալ իր մոտ սովորել անգլերեն ու մենք եկանք ինքը այնց ժպիտով մարդեր երեխաս նա անցկացրեց շատ խաղեր, իմացանք նորմալ անգլերեն եւ Ամերիկայի մասին տարբեր բաներ իմացանք։ Սփենսերը հենց որ առաջին անգամ եկավ մեր դասարան, ես շատ ուրախացա, որովհետեւ ամեն անգամ չի, որ քո դասարան Նյու Յորքից մարդ է գալիս, ես հենց սկզբից էլ հասկացա, որ եթե ես գնամ այդտեղ, շատ հետաքրքիր է անցնելու, խաղեր շատ կլինեն Եվ անգլերեն սովորելը շատ լավ կլինի, Ամերիկայի մասին էլ, որ ավել գաղափար ունենամ, երբեք չխանգարի։ Ու երբ առաջին անգամ իրան տեսա, դե պարզա, որ պիտի լարվեի ու դրանից հետո ինքը նենց միջավայր ստեղծեց, որ բոլորս մեզ զգում էինք ոնց որ մեր իսկական տանը, թե մենք տանը ոնց կպահենք կամ դասարանում, իրան մենք որպես դասատու կամ մարզիչ չէինք վերաբերվում, որպես ընկեր։ Ու տենց իր հետ շատ հավես խաղեր էինք խաղում, ծիծաղում էինք, շատ լավ անգլերեն սովորացրեց ու եթե կան երեխաներ, որ անգլերենի այդքան լավ չեն տիրապետում, ավելի լավացրեցին իրանց անգլերենը ու շատ տեղեկություններ ստացան Ամերիկայի մասին։ Բարի մարդ է, ամենալավ մոտիկ ընկերս է, ես լիքը ընկերներ ունեմ, բայց ամենամոտիկը ինքն էր ոնց որ Ամերիկացի կամավորը տեղի երիտասարդական զարգացման կենտրոնի հետ, բացահայտելով ամերիկան Սփենսերի հետ տեսաշարի միջոցով հայերեն պատմում է ամերիկյան կյանքի եւ բազմազան մշակույթի մասին։ Սփենսեր, ես սոցիալական դաշտում հետևում եմ քո բացահայտելով ամերիկան Սփենսերի հետ բլոգին, որտեղ դու ուղղակի հրաշալի հայերենով պատմում ես ամերիկյան մշակույթի մասին, ում գաղափարներ։ Համագործակցություններ, ես ուզում եի վիդեոներ անել, որ ավելի մարդիկ, որ կարող են տեսնել, ու տնօրենես ու բոլորը Դիլիջանում ավելի շատ են ուզում, ավելի շատ են ուզում ուսումնասիրել Ամերիկայի մասին։ Եվ չգիտեմ, միասին գիտենք, որ անենք մի թողարկում մի շարքին Ամերիկայի մասին, դու հայերեն խոսում ես, կարանք բացահայտենք Ամերիկան միասին։ Այստեղ է տեղի ունենում նկարահանումը։ Հա, մեկ ստեղ, այնտեղ մեկ ուրիշ շենքում, բայց հիմնական ստեղ։ Բարի վերադարձ բացահայտենք Ամերիկան Սփենսերի հետ շարքին։ Գիտեք, որ Ամերիկայում տարբեր շրջաններում յուրաքանչյուր վայր ունի իր մի շաբաթ կհանդիպենք
Հայաստանում ապրող ամերիկացիներին հարցելու, որն է նրանց սիրելի ամերիկյան ուտեստ։ Քանի աշակերտ հիմա ունեք եւ արդյոք դիլիջանցի պատանիներն ու աղջիկները հեշտությամբ են կարողանում սերտել անգլերենը այս դեպքում։ Հիմա քանի, չգիտեմ, 80 երևի 4 օր եմ սովորեցնում անգլերեն Ամերիկայի մասին, ամեն անգամ 10-ից 20 հոգի գալիս են, աշակերտների գալիս են ու շատ լավ են սովորում։ Նրանցից ոմանք շատ լավ անգլերեն խոսում են, լրիվ գիտեն, ուրիշները սովորում են, բայց բոլորը լավ են սովորում եւ հավեսով գալիս են մեր դաս եւ չգիտեմ, եթե չեն սովորում, ուղղակի խոսում ենք։ Սպենսեր, մեր լեզուն բավականին բարդ է, ինչպես է հաջողվել այսքան լավ սովորել հայերեն։ Առաջին 3 ամիս, որ եկել եմ Հայաստան, ստեղ եմ ապրում, բայց ուրիշ գյուղում ապրեց։ Եվ ամեն օր 4 ժամ սովորել եմ հայերեն։ 3 ամսվա։ 4 ժամ ամեն օր։ Եվ դրանից հետո ստեղ եկել եմ ու ընտանիքի հետ եմ ապրում, սիրով ընտանիք եւ ամեն օր խոսում ենք, ծիծաղում ենք, բան կատակ ենք անում։ Դրա համար լավ եմ սովորել, էլի դաս եմ սովորեցնում հայերենով, անգլերենով։ Այսինքն էլ պարապմունքների չեք գնում։ Չէ, պիտի գնամ, բայց չեմ գնում հիմա, ուզում եմ գնալ, նորից գնամ, որ ավելի լավ խոսեմ։ Կամ խոսեմ, կամ չգիտեմ, գնամ խանութ, պատվիրեմ, բան, բայց էլի դժվար թեմաներ չեմ կարող խոսել, ուզում եմ քննարկել մարդկանց հետ, դիլիջանցի մարդկանց հետ։ Սպենսեր, գիտեք ինչ արձանախումբ է։ Հա, գիտեմ, Միմոյի կինո, Միմինո ֆիլմի։ Միմինո, բայց չեմ դիտել, չէ։ Կարծում եմ այսօր երեկոյան հրաշալի առիթ է դիտելու, իսկապես լավ ֆիլմ է։ Իմ կարծիքով կամավորների աշխատանք ամենակարևոր աշխատանք, որովհետև անվճար ենք աշխատում, բայց սիրով ենք աշխատում, շատ համբերություն ունենք ու չգիտեմ, անգլերեն սովորեցնում եմ, Ամերիկայի մասին սովորեցնում եմ, բայց ավելի կարևոր, որ երեխաներին սովորում են համագործակցություն մասին, հաղորդակցություն մասին, իսկ ամենակարևոր հմտություններ իրենց կյանքի համար։ Դրա համար իմ կարծիքով այս ամենակարևոր աշխատանքը եւ շատ սիրով եմ անում այս աշխատանք։ Հայաստանից ուզում եմ տանել Ամերիկա բարություն։ Հայաստանի տարբեր քաղաքներում ու համայնքներում այժմ ամերիկյան խաղաղության կորպուսի 30-ից ավելի կամավոր է ծառայում։ Ծառայության ընթացքում կամավորները սովորում են խոսել հայերեն, իրենք էլ սովորեցնում են անգլերեն։ Ժամանակն ու գիտելիքը համայնքին ծառայեցնելը ևս մի կարևոր առաքելություն ունի՝ բարություն ու խաղաղություն տարածելն է։